Կիբերտարածությունում մարտահրավերները շարունակաբար փոխվում են եւ դրանց արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է ոչ միայն ժամանակակից գործիքակազմ, այլև ոլորտային մասնագետների բարձր պատրաստվածություն։ Այդ համատեքստում Հայաստանի եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների սերտ համագործակցությամբ հունիսի 22-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կարողությունների զարգացման դասընթացը։ Այս դասընթացը թույլ կտա ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներին շարունակել զարգացնել իրենց գիտելիքները, կարողությունները համակարգչային հանցավորության, կիբերհանցավորության բացահայտման եւ դրա դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման ոլորտում։ Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության ատաշե Օլիվիե Լեֆեբրը ողջունել է վերապատրաստման մասնակիցներին եւ նշել, որ դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալ թվային հետաքննությունների, բացաղբյուրների հետախուզության, կրիպտոարժույթների եւ դարքնետ միջավայրում տեղեկատվության հավաքագրման ու վերլուծության մեթոդներին։ ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը մասնագիտական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, ընդգծելով, որ միջազգային առաջավոր փորձի փոխանակումը կնպաստի թե ծառայողների հմտությունների կատարելագործմանը, թե ՆԳՆ համակարգում արդի մոտեցումների ներդրմանը։ Վերապատրաստման կարևոր մասն են կազմում գործնական վարժությունները, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ամրապնդել ձեռք բերած գիտելիքներն ու տարբեր սցենարային իրավիճակներում կիրառել դրանք։ Դասընթացը հերթական կարևոր քայլն է Հայաստանի եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների միջև գործընկերային կապի ամրապնդման եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կարողությունների շարունակական զարգացման հանձնառության ուղղությամբ։